Ես կարծում էի, որ ուրիշների կարծիքը ինձ չի հետաքրքրում, եւ միևնույնն է, թե ինչ կմտածեն իմ մասին, բայց ես հարդարում էի մազերս խանութ գնալուց առաջ, նույնիսկ եթե ուղղակի գնում էի հաց գնելու։ Ես կրկնում էի, թե ինչ եմ ասելու ինչ որտեղ զանգելուց առաջ, որպեսզի ինքնավստահ լսվեմ, ինքնավստահ երևամ։ Ես ինձ անհանգիստ էի պահում եւ հուզվում էի սրճարանում, եւ կողքից գեղեցիկ աղջիկներ էին նստում։ Ես ասում էի ոչինչ, նույնիսկ երբ ինչ-որ կարևոր բան էր տեղի ունեցել, որպեսզի ինձ չհամարեն հիստերիկ։ Ես սովորության համաձայն իմ ձայնի մեջ ժպիտ էի ավելացնում, երբ պատասխանում էի նույնիսկ անծանոթ համարից ստացված զանգին։ Ես բացատրում էի գանձապային, թե ինչու եմ 2 հատ շոկոլադե սալիկ գնում, չնայած որ նա ինձ չէր էլ հարցրել։ Ես դողացող ձեռքերս թաքցնում էի սեղանի տակ եւ իմ զգացմունքների մասին էի խոսում, որպեսզի թույլ չի երևան։ Ես արդարանում էի իմ արցունքների համար, ասես հույզը հանցագործություն է։ Ես ընտրում էի չեզոք հանդերձանք, որ ոչ ոք չասի, քեզ ես ցույց տալիս, ուզում ես աչքի ընկնել։ Ես չէի ասում ես ուզում եմ, դա փոխելով միգուցե եթե ձեզ հարմար է։ Ես գովում էի ուրիշների կաղապարները, նույնիսկ երբ նրանք ինձ դուր չէին գալիս, որովհետև վախենում էի տոքսիկ երևալ։ Ես գրում էի, բայց դա իմ կարծիքն է, ամեն հրապարակման տակ, որպեսզի ոչ մեկին չնեղացնեմ։ Ես ինձ ստիպում էի շպտալ, երբ հանդիպում էի ծանոթներիս հետ, չնայած ներքուստ ամբողջությամբ կոտրված էի։ Ես գրում ու ջնջում էի նամակը մի քանի անգամ, փորձելով հիմար չերևալ։ Ես միշտ հարցնում էի, բարձր եմ խոսում, վախենալով չափից դուրս նկատելի լինել։ Ես մտածում էի, իմ համար միևնույն է, բայց թվում է, ես ուղղակի ուզում էի լավը լինել, նույնիսկ նրանց աչքերում, ով ուղղակի կանցներ իմ կողքով եւ չէր էլ հիշի իմ մասին արդեն մի րոպե անց։ Ժամանակն է ընդունել, մեր համար միևնույն չէ, եւ դա թուլություն չէ։ Դա ուղղակի եւս մի կետ է աճելու համար։ Երբեմն ազդանշանը անհանգստանալ այն մասին, թե մարդիկ ինչ կմտածեն մեր մասին, բարձրաձայն չի հնչում։ Այն ապրում է փոքր բաների մեջ։ Նրանում, երբ մենք ուղղում ենք հագուստը սենյակ մտնելուց առաջ։ Նրանում, երբ մենք ակամայից կծկվում ենք ուրիշ մարդկանց հայացքը զգալիս։ Նրանում, թե ինչպես ենք խոնարհում մեր հայացքը անծանոթ տղամարդու հետ հանդիպելիս։ Նրանում, որ մենք գրեթե խոնարհվում ենք սենյակ մտնելիս, մեզ ավելի փոքր դարձնում, լուռ, հարմար բոլորի համար։ Այդ ազդանշանը միշտ չէ, որ մակերեսին է, հաճախ այն դառնում է ֆոնային աղմուկ, այնքան ծանոթ, որ մենք այն չենք նկատում, բայց մարմինը հիշում է, այն մեր փոխարեն խոսում է, ես չեմ ուզում լինել նկատելի։ Եվ այն, ինչ ամենացավալին է, մենք ինքներս ենք մեզ սովորեցնում լինել անտեսանելի։ Մենք զրոյացնում ենք սեփական հույզերը, լողոզում ենք մեր ցանկությունները, հեռացնում ենք այն ամենը, ինչ կարող է ուրիշներին դուր չգալ։ Մենք ընտրում ենք լինել նորմալ, իրականը լինելու փոխարեն։ Այժմ նույնիսկ տեղեկատվական հարթակներում հեշտ է պիտակպցնել նրան, ով համարձակվում է լինել այնպիսին, ինչպիսին կա։ Ինքնադրսևորվող կին նշանակում է նա նարցիստ է։ Եթե նա բաց խոսում է իր զգացմունքների մասին, նշանակում է ուշադրության կարիք ունի։ Չի վախենում հայտնել իր ցանկությունների մասին, ուրեմն հաստատ ինչ-որ տրավմաներ ունի։ Ավելի հեշտ է ուրիշին հիվանդ հայտարարել, քան ընդունել, որ քո արձագանքը քո հայելին է։ Դա քո դրսևորվելու վախն է։ Դա քո չապրած ցավն է։ Դա քո սեփական անհանգստությունն է, որը դու շատ մանրակրկիտ թաքցնում ես։ Հետևաբար,
Երկայթակղում եք դատել կամ արժեզրկել ուրիշի քաջությունը լինել այնպիսին, ինչպիսին ինքը կա, հարցրեք ինքներդ ձեզ. ի՞նչն է իմ ներսում գոռում հիմա այս զայրույթից։